Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Ամեն բան հնարավոր է հավատացողի համար Մարկոս 9:22 Շատ քրիստոնյաներ մշտապես կասկածների և վախերի մեջ են և թյուրիմացաբար կարծում են, թե սա հավատացյալների իրական և անխուսափելի կարգավիճակն է: Սա սխալմունք է, քանի որ ամեն բան հնարավոր է հավատացողի համար: Եվ ուրեմն մեզ համար հնարավոր է հասնել մի վիճակի, որտեղ կասկածն ու վախը ոչ այլ ինչ կլինեն, քան մեր հոգու վրայով ճախրող, սակայն երբեք դրանում կանգ չառնող մի թռչուն: Երբ դու կարդում ես այն բարձր ու քաղցր հաղորդակցությունների մասին, որոնք վայելել են ընտրյալ սրբերը, դու հառաչում ես ու սրտիդ խորքում մտածում. ավաղ, սա ինձ համար չէ: Ով ուխտավոր: Եթե դու ուրիշ ոչինչ չունես բացի հավատքից, ապա կկանգնես արևից լուսավորված տաճարի աշտարակի վրա Մատթեոս 4:5 Քանզի ամեն բան հնարավոր է հավատացողի համար: Երբեմն դու լսում ես այն սխրանքների մասին, որոնք սուրբ մարդիկ գործել են Հիսուսի համար: Լսում ես, թե ինչպես են նրանք սիրել նրան, որքան են նրանք նման եղել նրան, ինչպիսի հալածանքների են համբերել նրա անվան համար և ասում ես. ախ, ես ընդամենը մի որդի եմ, ես երբեք չեմ կարողանա հասնել սրան: Սակայն չկա մի բան, որին հասել է սրբերից մեկը, իսկ դու չես կարող: Չկա շնորհքի այնպիսի բարձունք, հոգևոր այնպիսի հասակ, փրկության այնպիսի վստահություն կամ ծառայության այնպիսի մակարդակ, որ հասանելի չէ քեզ: Միայն եթե դու կարող ես հավատալ Մարկոս 9:22 Մի կողմ դիր քուրձն ու մոխիրը և վերագտիր քեզ համար նախատեսված վայրը բարձրունքում: Դու փոքր ես Իսրայելում, որովհետև հաշտվել ես այդ կարգավիճակի հետ, այլ ոչ թե որովհետև դա անհրաժեշտություն է: Քեզ հարիր չէ թավալվել փոշու մեջ, ով թագավորի զավակ: Վեր բարձրացիր: Վստահության ոսկե աթոռը սպասում է քեզ: Հիսուսի հետ հաղորդակցության պսակը պատրաստ է զարդարելու քո ճակատը: ծիրանիով ու բեհեզով ծածկվիր և ճոխությամբ սնվիր ամեն օր, քանզի եթե դու հավատաս, ցորենի երիկամունքի ճարպը Բ Օրինաց 32:14 կուտես, քո երկրում կաթ ու մեղր կբխի և քո կյանքը կկշտանա ինչպես ճարպով և պարարտությունով Սաղմոս 63:5 Հավաքիր շնորհքի ոսկե խրձերը, քանի որ դրանք քեզ են սպասում հավատքի դաշտերում և հիշիր, որ ամեն բան հնարավոր է հավատացողի համար: